Ինքնակամ առանց փնփնթալու դասարանի ավագը արկղով հեռախոսները ուսուցչանոց է հանձնում։ Կարգն է այդպես, դպրոցում դասերի ընթացքում ոչ մի հեռախոս։ Բոլոր դպրոցներում էլ հավաքում են հեռախոսները, բայց լինում է, որ պահում են, բայց չեն օգտագործում։ Բայց կան, որ պահում են ու դասերի ժամանակ հեռախոսով են զբաղվում, այդ ավելի խանգարում է ուսման ընթացքին։ Մեր դպրոցում օրինակ շատ լավ է, որ հավաքում են, որովհետև դասերին ավելի կենտրոնացված եք մտնում։ Վաղարշ Վաղաշյանի անվան թիվ 80 դպրոցում կրթության գիտության նախարարության այս որոշումը նորություն չէ։ Տնօրենի խոսքով արդեն 10 տարի է իրենք հեռու են պահում աշակերտներին հեռախոսներից։ Ես համոզված եմ, որ այսօրվա մի շարք հիվանդությունների պատճառը հենց հեռախոսից կախվածությունն է, մասնավորապես աուտիզմը։ Շատ անգամներ նույնիսկ ապացուցվել է, որ երբ որ ինտերնետ չի լինում է հենց ձեռքբերովի հեռախոսների պատճառով։ Հեռախոսները շատ երկրների դպրոցներում են արգելված։ Որովհետև կազմված են միատոմի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6-ից 14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը։ Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է երեխայի ուշադրության մակարդակը։ Իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար եւ ավելի լավ կենտրոնանալ։ Կան զարգացած երկրներ, զարգացող երկրներ, որոնք ամբողջությամբ սահմանափակում են այդ գործիքների կիրառումը դպրոցում, մուտքը նույնիսկ որոշ երկրներում ֆիզիկապես ուղղակի դպրոցի շենք թույլ չեն տալիս ներս, բայց բնականաբար այդ ծայրահեղական մոտեցումները մեզ համար չեն։ Աշակերտները խոստովանում են, դասամիջոցին ընկերների հետ ֆիզիկական շփումն ավելի հետաքրքիր է, քան հեռախոսներով տարվելը։ Եթե լինում են կարգազանց աշակերտներ, ուսուցիչները գիտեն ինչպես պատժել։ Շատ խիստ են այս ամենին հետևում։ Առաջին անգամ, եթե գտնում են հեռախոսներ, պահում են մինչև կիսամյակի վերջ ուսուցիչները եւ հանձնում են ծնողին, ինչքան գիտեմ։ Երկրորդ անգամ եւ արդեն դրանից հետո շարունակական, եթե լինում է եւ գտնում են հեռախոսներ, ապա մինչև տարեվերջ պահում են հեռախոսները մեր ուսուցիչները։ Կախվածությունը հեռախոսներից ավելի մեծացավ, երբ երեխաները սովորեցին օգտվել ChatGPT-ից։ Արհեստական բանականության շնորհիվ հեշտությամբ առանց մտածելու կարելի է ցանկացած տնային առաջադրանք կատարել։ Դարի խնդիրն էլ այն է, որ ChatGPT են շատ օգտագործում։ ChatGPT-ն ավելի կոպիտ ասած բթացնում է ուղեղը եւ այնպես է անում, որպեսզի միշտ իրանից կախվածություն է առաջացնում։ Դրա շնորհիվ էլ երեխաները ինքնուրույն աշխատելու փոխարեն հարցը տալիս դիմում են ChatGPT-ին, իսկ ChatGPT-ն նրանց տեղը դաս է անում։ Իսկ ինչ անեն ծնողները, եթե ուզում են խոսել իրենց երեխայի հետ։ Առանց խոչընդոտի հանձնում են հեռախոսները, ծնողների կողմից նույնպես ոչ մի խոչընդոտ, որովհետև երեխաների հետ կապը չի ընդհատվում։ Դասերները մշտապես հասանելի են, եթե ինչ-որ խնդիր կա։ Դպրոցում վստահեցնում են, դասերի ընթացքում անհեռախոս մնացած երեխաների համար խնդիր չեն նաև ժամանակակից դասագրքերը, ինչպես ճանաչեն QR-ի տակ թաքնված մաշտոցին։ Մաշտոցին այնպես չի, որ երեխաները QR-ով պետք է ծանոթանան։ Յուրաքանչյուր դասասենյակում մաշտոցի նկարը կա, գրադարանում կա, ես չեմ կարծում, թե եւ ես նույնիսկ այսպիսի մի ներքին պայմանավորություն ունեցանք ուսուցիչների հետ, որ յուրաքանչյուր իր տետրի մի անկյունում փակցնի մաշտոցի նկարը, որպեսզի երեխաները ճանաչեն։ Չեմ կարծում, որ առաջին, երկրորդ դասարանի երեխային պարտադիր է մենք տանք հեռախոսը, որ ինքը QR-ով մաշտոցը տեսնի։ Խելացի սարքերի կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակով, ուսուցչի հրահանգով։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։